Իրանը ունի բազմաթիվ հրթիռներ, նաև գերձայնային հրթիռներ, որոնք կարող են Իրանը հարձակվելու է նախ ռազմական օբյեկտների վրա, գիտեք, որ Միացյալ Նահանգները տասնյակ բազաներ ունի այս ռեգիոնում։ Այո, խնդրեմ ներկայացնեն այդ հարպես առանձնացրել ենք, այո։ Ներառյալ Դիեգո Գարսիա բազան հնդկական օվկիանոսում։ Սրանք ռազմաբազաներն են Մերձավոր Արևելքում։ Այո, Միացյալ Նահանգների ռազմաբազաներն են Միջին Արևելքում։ Սա էլ այն տարածքն է, որը կարող է խոցել Իրանը ըստ որոշ աղբյուրների, այսինքն Դիեգո Գարսիա բազային նրանք կարող են անգամ հարվածել նրան։ Իրանը զգուշացրել է բոլոր արաբական երկրներին, որ եթե նրանք թույլ տան իրենց տարածքը օգտագործել, օդային տարածքը կամ ցամաքային տարածքը հարձակման համար, դա համարվելու է թշնամական ակտ։ Իրանը ասել է, որ անգամ Միացյալ Նահանգների վրա կարող են հարձակվել, բայց իհարկե իրենց թիրախները լինելու են ռազմաբազաները, նավթային օբյեկտները Միջին Արևելքում, որպեսզի նրանք ասել են, որ մենք կառաջացնենք լրջագույն տնտեսական ճգնաժամ։ Եթե նրանք հարված են նավթային օբյեկտների, նավթի գինը 4-5 անգամ կբարձրանա եւ ճգնաժամ կսկսվի։ Հետո նրանք ասել են, որ մենք կարող ենք անգամ, դե իհարկե իսրայելիներ են հարվածելու, դրա համար Իսրայելն տեղափոխվել Միացյալ Նահանգների հոպի համակարգերը,